Այստեղ պատմությունը սկսվում է ոչ թե ցուցափեղկից, այլև կնոջ ձեռքերից։ Հայ կինը նյութական մշակույթի անտեսանելի ճարտարապետն է։ Նա ձևավորում է ոչ միայն գործվածքներ ու նախշեր, այլ նաև հիշողություն, ինքնություն ու մշակութային շարունակականություն։ Ցուցադրությունը կրում է նա կենցաղից արվեստ խորագիրը եւ ցուցադրության մեջ ներկայացված են մեր պահպանության ծառայության ֆոնդերում պահվող նմուշներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել կամ ցուցադրվել են շատ քիչ, ինչ որ առիթներով։ Ցուցադրության ժամանակագրությունը 19-ից 20-րդ դարերի է, այդ ժամանակաշրջանի կինը հիմնականում կենցաղում է ընկալվում, միայն թե հենց այդ նույն կինը արվեստ արարողն է։ Ցուցադրությունը ունի այսպես առանցք, կամ թել, եթե ավելի կոնկրետ ասեմ, բրդից մինչև գորգ, մենք այդ ամբողջ ընթացքն ենք ցույց տալիս եւ բոլոր էտապներում այդ բուրդը անցնում է կնոջ ձեռքերով։ Բուրդը ծեծելուց հետո սանդերք, ճախարակ, իլիկ եւ դազգահ գորգի ճանապարհը կնոջ ձեռքերում յուրահատուկ ինտերակտիվ մոտեցմամբ է ցուցադրված։ Լուսանկարիչ Գուրոսի լուսանկարները որպես վիզուալ եւ պատմական աղբյուրներ փաստագրում են կանանց արտադրական ստեղծագործական գործունեությունը։ Դրանք միջավայրի վերարտադրության հիանալի հնարավորություն են տվել ցուցադրության համադրողներին։ Հետաքրքիր ինտերակտիվ մոտեցում եք ցուցաբերել, առաջին անգամ եմ տեսնում, երբ նկարն ու իրականությունը այսպես համադրված են։ Իրականում հենց մենք այդ մտադրությունն էլ ունեինք, այսինքն միջավայրի վերարտադրություն եւ իդեպ այս լուսանկարները, որ տեսնում եք, սրանք հայտնի լուսանկարիչ Գուրոսի լուսանկարներն են եւ մենք այս ֆոտոները օգտագործել ենք որպես պատմական աղբյուր, որտեղ որ հենց երևում է կինը այն գործունեությունը իրականացնելիս, ինչի մասին որ մենք խոսում ենք։ Նմանեցված է մաքսիմալ, այսինքն ֆոտոն եւ արդեն բուն առարկան ցուցանմուշը, որը որ այսպես շատ սիրուն լրացնում է ու այսպես թելը ամբողջ ընթացքում գալիս է։ Փորձել ենք եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով այդ ամբողջ այդ ճանապարհը ցույց տալ։ Դազգահը, որտեղ որ մենք արդեն թելը գալիս է ու այստեղ մենք ցուցադրել ենք նույնիսկ բնական ներկանյութեր, որով որ թելը ներկել են։ Ցուցադրության գլխավոր լուսանկարը եւս Գուրոսի արվեստն է։ Բոլոր ցուցանմուշները պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության պոակի ֆոնդերից են։ Այս առարկաները ինտերիերային, էլի ազգագրական այսպես նյութ են, ասեղնագործը, կողասեղանը, մի խոսքով, այստեղ արդեն գալիս ենք ժանյակներին, մեր մեխը, այսպես ասենք, ցուցադրության, որ շատ նրբակերտ, նույնիսկ կարծես անձեռակերտ լինեն, ասեղնագործ ու այդ ամենը նուրբ կնոջ մատների ուժով, շնորհիվ, նաև ստեղծագործ աշխատանքի, անկողնապարկը, որ էլի ժամանակին այսպես ձեռագործով են ստացել պայուսակներ։ Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները թանգարանային ցուցադրությունը դարձրել են առավել ամբողջական։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։